Եվ այսպես Արարատ Միրզոյանի մեծ բլեֆը Եվրոմիության մասին եւ ճշմարտությունը նոյեմբերի 9-ի մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Միրզոյան դեռևս Արարատը հարցազրույց է տվել Deutsche Welle-ին եւ անդրադարձել է մի շարք հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, ներքաղաքական զարգացումներին է գնահատական տվել, անդրադարձել է Հայաստանի հարաբերություններին Եվրոմիության հետ, Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Եվ եթե հանրային արձագանքը, ինչպես նաև փորձագիտական հանրության արձագանքը ուսումնասիրենք Արարատ Միրզոյանի հարցազրույցի համատեքստում, ապա երկու թեմա կար, որոնք ամենաշատ արձագանքներն են ստացել, իրենք վերաբերվում են հետևյալ հարցերին։ Առաջինը դա Հայաստանի Հանրապետության հնարավոր հայտն է Եվրոմիության անդամակցության վերաբերյալ, եւ երկրորդը վերաբերվում է նոյեմբերի 9-ի հայտարարության երրակողմ հայտարարության 9-րդ կետին եւ ինչը հանգեցրեց նրան, որ այդ հայտարարությունը փաստացի չեղարկվեց։ Եկեք հիմա հասկանանք ինչ է ասել Արարատ Միրզոյանը եւ ինչ է թաքնված իր գնահատականների տակ։ Արարատ Միրզոյանը անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը նշել է հետեւյալը, որ իրենք ունեին տպավորություն, որ ադրբեջանցիները փորձում են արտատարածքային միջանցք ստանալ Հայաստանի Հանրապետության տարածքով, Սյունիքով եւ այդ տպավորությունը ձևավորվել էր նրանից, որ իրենք օրինակ ուզում էին, որ երկայնքով տեղակայված լինեն երրորդ երկրների ռազմական ներկայացուցիչները, այս դեպքում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները, ինչը Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար անընդունելի է։ Արարատ Միրզոյանը նշեց, որ միջանցք Հայաստանի տարածքով չի կարող լինել, կարող է լինել միայն թրիփ, եւ այդ թրիփը Թրամփի անվան ուղին այս պայդրությամբ արդեն իրականություն է, այսինքն նա մեծ ձեռքբերում է համարում այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը այս պայդրությամբ փաստացի չեղարկված է։ Տեսեք, քանիցս մենք արդեն Ալֆայի տաղավարում այս ամենի մասին խոսել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած պաշտոնական Բաքվի կարևորագույն արտաքին քաղաքականության ուղենիշներից մեկը եղել է հետևյալը՝ ոչնչացնել, չեզոքացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, չեզոքացնել, որպեսզի իրենք չկատարեն այդ հայտարարության առաջին 8 կետերը, որոնք Հայաստանի Հանրապետության համար, հայ ժողովրդի համար, հայերի համար կապահովեին Արցախի կարգավիճակը, Արցախը հայկական կպահեին։ Ու ինչ արեցին ադրբեջանցիները եւ Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, իրենք նոյեմբերի 10-ից գրեթե սկսեցին քարոզչություն իրականացնել, որ իրենց անհրաժեշտ է միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքով ավելին Ալիևը նաև մանրամասներ էր ներկայացնում, նշելով, որ անհրաժեշտ է միջանցք, որը պետք է գործի Լաչինի միջանցքի գործունեության ֆորմատով, առանց մաքսային, առանց այլ տիպի վերահսկողության։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները արձագանքում են, նշում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չի կարող միջանցք լինել, հետևաբար իրենք հրաժարվում են փաստացի մասնակցել այս համատեքստում բանակցություններին, գործողություններին, վերջը հանգեցրեց նրան, որ 9-րդ կետը փաստացի չեղարկվեց, իսկ 9-րդ կետի չեղարկումը Ադրբեջանին հնարավորություն է տալիս չեղարկել նախորդ 8 կետերը, որոնցում էլ պահպանվում էր Արցախի հայկական մնալու երաշխիքները։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեցին սրանից, բայց ինչը շատ կարևոր է, տեսեք, հրաժարվելով նոյեմբերի 9-ի հայտարարությունից նրա 9-րդ կետից իրենք չբերեցին իրավիճակը նրան, որ Ադրբեջանը օրինակ հրաժարվել Հայաստանի տարածքով միջանցք ստանալուց։ Ուստի այստեղ կարող են գալ պարզ տրամաբանական եզրահանգման, որ իշխանությունները դեմ չէին միջանցքին, իրենք պարզապես դեմ էին, որ այդ միջանցքում լիներ ռուսական զինվորական ներկայություն, ինչու իրենք դեմ չեն այդ միջանցքին։ Եկեք հիմա էլ գանք 2025 թվականի օգոստոսի 8 Վաշինգտոն երրակողմ միջոցառումն է տեղի ունենում, Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Իլհամ Ալիև ստորագրվում է երրակողմ մի փաստաթուղթ, որում նշված է լինում հետևյալ, այդ Թրամփի ուղու մասին է խոսքը, ձևակերպումը լինում է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության տարածքով ադրբեջանցիները ստանում են անխոչնդոտ ճանապարհ։ Տեսեք, եթե մենք համեմատում ենք 2020 թվականի հայտարարության հետ, այնտեղ բացի նրանից, որ Արցախը շարունակում էր մնալ հայկական, խոսում էր բոլոր տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, այսինքն որ պետք է լինի ոչ թե առանձին վերջած ինչ որ մի երթուղ, այլ ընդհանրապես բոլոր ճանապարհները պետք է բացվեն, իսկ այստեղ արդեն խոսում է առանձին վերցրած ինչ որ մի ճանապարհի մասին, ինչ որ մի առանձին միջանցքի մասին։ Ճիշտ է, հիմա Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը եւ այլոք խոսում են այն մասին, որ սա միջանցք չէ, բայց այս վատ նորությունը իրենք հավանաբար պատրաստվում են քաղաքացիներին ներկայացնել հետընտրական փուլում, եթե իհարկե կարողանան վերարտադրել իրենց
իշխանությունը, բայց Արարատ Միրզոյանի խոսքերը ընդհանուր առմամբ լույս է սփռում նրան, թե ինչու եւ ինչպես չեղարկվեց, ոչնչացվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Եվս մի կարևոր դրվագ առանձնացնենք Արարատ Միրզոյանի հարցազրույցից, որը վերաբերում է Եվրոմիության անդամակցությանը։ Արարատ Միրզոյանը նշում է հետեւյալը, որ հնարավոր է մենք հայտ ներկայացնենք հաջորդ ամիս Եվրոմիության անդամ դառնալու, իսկ հնարավոր է հայտ ներկայացնենք հաջորդ տարի։ Բայց դրա հետ մեկտեղ նա նշում է հետեւյալը, որ սա ռազմավարական ուղղությունն է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար, այսինքն Եվրոմիության անդամ դառնալը։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունից քանիցս նշել են հետեւյալը, որ Հայաստանի համար կամ ցանկացած այլ երկրի համար անհնար կլինի համատեղել Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը Եվրոմիության անդամակցության հետ, ավելին արդեն եղել են հայտարարություններ այն մասին, որ Հայաստանում ընդունվել են այնպիսի ենթաօրենսդրական կարգավորումներ, որոնք հակասում են Եվրասիական տնտեսական միության կանոններին, Եվրասիական տնտեսական միության մաքսային կանոնագրքին։ Այստեղ կարծես թե իսկապես աշխատում է հետևյալ տրամաբանությունը, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն է հասնել մի իրավիճակի, երբ որ Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն պատժամիջոցներ կիրառի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը պատրաստվում է խախտել օրինակ մաքսային օրենսդրությունը, որտեղ եթե դու միջանցք ես տրամադրելու Հայաստանի Հանրապետության տարածքով, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է, դա հակասում է Եվրասիական տնտեսական միության կանոններին եւ նորմերին, այլ կարծես թե Նիկոլ Փաշինյանը ձգտում է նրան, որ Եվրասիական տնտեսական միությունը ընդհանրապես վտարի Հայաստանը իր շարքերից, այ դա արդեն Փաշինյանին, Միրզոյանին, Ալեն Սիմոնյանին հնարավորություն կտա հայտարարել, որ հապկի պես ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանի Հանրապետության տարածքից։ Ուղղակի այստեղ էլ իրենք շարունակությունը չեն ասելու եւ չեն ներկայացնելու հանրությանը հետեւյալը, որ եթե մենք դուրս գանք Եվրասիական տնտեսական միությունից, ստեղծվելու է մի իրավիճակ, երբ որ մենք գրեթե զրոյացնելու ենք նաև մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Դա իր հերթին հանգեցնելու է նրան, որ Հայաստանի Հանրապետության համար թուրքական շուկային, թուրքական ապրանքներին այլընտրանքներ չի լինելու։ Դա վերջնարդյունքում էլ բերելու է նրան, որ ուղին, որ իրենք փորձում են ներկայացնել, որ մեզ տանելու է դեպի Եվրոմիություն, վերջնարդյունքում Հայաստանը բերելու է եւ դարձնելու է թուրքական աշխարհի մի մաս։ Մտածեք այդ մասին։